Գիրք Ամովս, գլուխ 4. Լսեցեք այս խոսքը, ով Սամարիայի սարի վրա եղող Բասանի էգ երինջներ, որ զրկում եք աղքատներին, որ ոտնահարում եք տնանքներին, որ ասում եք ձեր տերերին. բերեք, որ խմենք։ Տեր Եհովան երդում է անում իր սրբությունովը, թե ահա օրեր են գալիս ձեզ վրա, որ ձեզ վեր կառնեն կարթերով, և ձեր սերունդին ձկան կարթերով, և դուք քանդված տեղերով դուրս կգաք ամեն մեկդ իր հանդեպով, և բերդը պիտի գցվիք, ասում է Տերը։ Եկեք Բեթել և հանցանք գործեցեք, Գաղգաղայումը շատացրեք հանցանք գործելը, և մատուցրեք ամեն առավոտ ձեր զոհերը, ամեն երեկորը ձեր տասանորդները, և շնորհակալության զոհը խմորված խնկեցեք, և քարոզեցեք կամավոր ընծաներ, և հրատարակեցեք, որովհետև այսպես եք սիրել, ով Իսրայելի որդիք, ասում է Տեր Եհովան։ Ես էլ ձեզ ատամների մաքրություն տվի ձեր ամեն քաղաքներումը, և հացի կարոտություն ձեր բոլոր տեղերումը, և դուք ետ չդարձաք ինձ մոտ, ասում է Տերը։ Եվ ես էլ ձեզանից արգելեցի անձրևը հունձին դեռ 3 ամիս լինելով, և մեկ քաղաքի վրա անձրև տեղացի, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չտեղացի, մեկ վիճակի վրա անձրև եկավ, և այն վիճակը, որի վրա անձրև չեկավ, չորացավ, և 2-3 քաղաք հավաքվեցան, եկան մեկ քաղաք ջուր խմելու համար, բայց չկշտացան, և դուք ետ չդարձաք ինձ մոտ, ասում է Տերը։ Ձեզ զարկեցի խորշակով և դալուկով, ձեր բազմաթիվ այգիները և պարտեզները և թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերավ, և դուք ետ չդարձաք ինձ մոտ, ասում է Տերը։ Ձեր մեջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր ձիերը գերի անելով, և ձեր բանակների գարշահոտությունը մինչև ձեր քթերն էլ հանեցի, և դուք ետ չդարձաք ինձ մոտ, ասում է Տերը։ Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից ազատված խանձողի պես եղաք, և դուք ետ չդարձաք ինձ մոտ, ասում է Տերը։ Սրա համար քեզ այսպես եմ անելու, ով Իսրայել, և հենց որ ես քեզ հետ այսպես կանեմ, պատրաստվիր քո Աստծուն դիմավորելու, ով Իսրայել, որովհետև ահա նա, որ կազմում է սարերը և ստեղծում է քամին, և իմացնում մարդին, թե ինչ է նրա մտածմունքը, որ արշալույսը խավար է անում, և ման է գալիս երկրի բարձրերի վրա, Եհովա զորաց Աստված է նրա անունը։